Այս դիվիզիան միակն էր հայերենական մեծ պատերազմում, որ ազգային դիվիզիաներից մասնակցել է Բերլինի գրոհին։ 89-րդ դիվիզիան շարունակել է իր մարտական ուղին Ուկրաինայի տարածքում, այնուհետև Լեհաստանի ազատագրմանն է մասնակցել եւ ի վերջո նրա գործողությունների գլխավոր թատերաբեմը դառնում է Բերլինի օպերացիան։ Այստեղ պետք է նշել, որ այն կադրերը, որ ամեն տարի մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ տարբեր հեռուստաընկերությունների եթերում մայիսի 9-ին, դա հայկական Քոչարի այն կադրն է, որ մենք տեսնում ենք Բերլինի գրավումից անմիջապես հետո հենց 89-րդ դիվիզիայի մարտիկներին է պատկերում, այսինքն հենց 89-րդ դիվիզիայի մարտիկներն են այդ տեսարանի հերոսները։ Եվ ահա հենց այս գրոհի ժամանակ այդ դիվիզիան ղեկավարում էր մեր փառավոր զորահրամանատարներից գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։ Արևմտահայության շառավիղները եւ հենց առաջին սերունդը մասնակիցների այս ցեղասպանությանը մասնակից եղած, այսինքն վերապրած սերնդի ներկայացուցիչներ այդ ժամանակ կռվում էին հայկական բանակում եւ շատերի մոտ կար այն մոտեցումը, որ իրենք ոչ թե պարզապես ծառայում են խորհրդային բանակում ընդդեմ խորհրդային միության թշնամու, այլ կարծեք իրենք վրեժ են լուծում առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրությանը, մասնավորապես հայոց ցեղասպանությանը աջակցելու հարցում նացիստական Գերմանիայի։ Նվեր Սաֆարյանի անունը եւ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվանումը մնալու են հայոց պատմության մեջ որպես հայ ռազմարվեստի ամենաերևելի եւ կարկառուն ներկայացուցիչներ։ Բնականաբար այս դիվիզիայի գործիչների սխրանքները հայ ռազմարվեստի ամենափայլուն էջերից են, իսկ Նվեր Սաֆարյանը ամենատաղանդավոր զորահրամանատարներից էր։ Եվ բնականաբար նրանց գործողությունները իրենց հետագա սերունդների վրա ունեցել են հաջողության հասնելու բավականին մեծ լիցք թողնելու ազդեցություն եւ պատահական չէ որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից շատերը հենց այս հաղթական ուղին որպես օրինակ են ունեցել իրենց համար հաջողություններ կերտելու ճանապարհին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի ուստատողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մենք խոսելու ենք հայրենական մեծ պատերազմում իր փառավոր ուղին գծած 89-րդ Թամանյան կոչված դիվիզիայի մասին եւ նրա հրամանատար Նվեր Սաֆարյանի գործունեությանն ենք նաեւ անդրադառնալու։ Այս դիվիզիան միակն էր հայրենական մեծ պատերազմում, որ ազգային դիվիզիաներից մասնակցել է Բերլինի գրոհին։ Հեռուստադիտողը այս ձևակերպումը երբ լսել է կամ դասագրքերում կարդացել է, միշտ մտածել է երևի հայկական դիվիզիաներից միակն է որ մասնակցել է։ Այո, իհարկե, հայկական դիվիզիաներից միակն է, բայց այդ ժամանակ Բերլինի գրոհին ազգային բնույթի բոլոր ազգությունների մեջ խորհրդային միության միայն մեկ դիվիզիա է մասնակցել եւ դա հենց 89-րդ հայկական դիվիզիան էր։ Մյուս բոլոր ստորաբաժանումները խորհրդային միության բանակի բոլոր դիվիզիաները որ մասնակցել են Բերլինի գրոհին եղել են խառը ազգային կազմով, ինչպես ռուսերեն ռազմագիտական այդ տերմինը smeshanные դիվիզի, այսինքն խառնված դիվիզիաներ խառը կազմով եւ միակ ազգային դիվիզիան 89-րդ հայկական դիվիզիան էր, որ մասնակցել է այդ կարևորագույն գործողությանը։ Եվ հենց այս պատճառով էլ մենք որոշել ենք, որ մայիսյան այս ամսվա ընթացքում հաղթանակներին նվիրված ամսվա ընթացքում մենք անդրադառնանք հենց այս դիվիզիայի գործունեությանը։ 89-րդ դիվիզիան երբ մասնակցել է Բերլինի գրոհին, այդ ժամանակ նրա հրամանատարն էր գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը, ով դիվիզիայի հրամանատար նշանակվել է 1943 թվականին։ Մինչ այդ դիվիզիան ունեցել է նաև այլ հրամանատարներ, արդեն 1 տարվանից ավելի գործում էր 41 թվականի դեկտեմբերից կազմավորել է ընդ որում հենց Երևանում եւ իր մարտական ուղին այս դիվիզիան սկսել է Գրոզնու մատույցներում մղած կռիվներից։ Գաղտնիք չէ որ խորհրդային միության նավթարդյունաբերության երկու կենտրոնները այդ ժամանակ Բաքուն եւ Գրոզնին էին։ Եվ գերմանական կողմը 3000 լավագույն մասնագետներ էր պատրաստել, ովքեր պետք է Գրոզնու գրավման պարագայում շատ արագ անցնեին այստեղ նավթավորի շահագործմանը եւ ապահովեին իրենց բանակի համար, իրենց հրասայլերի հատկապես զրահատանկային զորքերի եւ ավիացիայի համար անհրաժեշտ վառելիք։ Այսինքն
այդ ժամանակ գերմանական կողմի վառելիքային պահանջարկը կարողանում էր ծածկել Ռումինիան, որ նրանց դաշնակիցն էր, իսկ Ռումինիան չէր կարող բավարար քանակի նավթամթերք տրամադրել, դրա համար անհրաժեշտ էր Գրոզնու եւ հետագայում Բաքվի գրավումը։ Գրոզնիի մատույցներում հենց 89-րդ դիվիզիան դրսևորել է իր առաջին փայլուն գործողությունները, դրանից հետո Հյուսիսային Կովկասի ազատագրման գործողություններին ակտիվորեն մասնակցել եւ ի վերջո իր մարտական այդ կենսագրության կամ մարտական ուղու ամենափայլուն դրսևորումներից մեկը լինում է Թաման թերակղզու ազատագրմանը իր մասնակցությունը, որի շնորհիվ էլ Թաման թերակղզու անունով էլ այն ստացել է Թամանի կամ Թամանյան դիվիզիա անվանումը, այդ անունով էլ հայտնի է մնացել պատմության մեջ։ Թաման թերակղզին ժամանակակից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի ամենաարևմտյան հատվածն է ստացվում եւ դրանից անցում է կատարվում արդեն Ղրիմի թերակղզի եւ նրա արևելքում գտնվող Կերչի թերակղզի։ Եվ այստեղ մարտերին եւս 89-րդ դիվիզիան ակտիվորեն մասնակցել է, պատահական չէ, որ ամենը մի քանի տարի առաջ Կերչում բացվեց այս դիվիզիային նվիրված մի հուշարձան, որով փաստորեն ռուսական կողմը հիշում է, թե ինչպես է 89-րդ դիվիզիան պայքարել եւ կյանքեր կորցրել հենց այս հատվածում մարտերի ժամանակ։ 89-րդ դիվիզիան շարունակել է իր մարտական ուղին Ուկրաինայի տարածքում, այնուհետև Լեհաստանի ազատագրմանն է մասնակցել եւ ի վերջո նրա գործողությունների գլխավոր թատերաբեմը դառնում է Բերլինի օպերացիան, երբ Խորհրդային Միությունը արդեն պետք է գրավեր իր հակառակորդի նացիստական Գերմանիայի մայրաքաղաքը եւ այս գործողությանը, ինչպես արդեն հաղորդման սկզբում նշեցինք, միակ ազգային բնույթի դիվիզիան մասնակցել հենց 89-րդ դիվիզիան է։ Ընդ որում այստեղ պետք է նշել, որ այն կադրերը, որ ամեն տարի մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ տարբեր հեռուստաընկերությունների եթերում մայիսի 9-ին, դա հայկական Քոչարի այն կադրն է, որ մենք տեսնում ենք Բերլինի գրավումից անմիջապես հետո հենց 89-րդ դիվիզիայի մարտիկներին է պատկերում, այսինքն հենց 89-րդ դիվիզիայի մարտիկներն են այդ տեսարանի հերոսները։ Եվ ահա հենց այս գրոյի ժամանակ այդ դիվիզիան ղեկավարում էր մեր փառավոր զորահրամանատարներից գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան։ Նվեր Սաֆարյանը պրոֆեսիոնալ զինվորական էր։ Նա մինչև պատերազմն արդեն հասցրել էր ռազմական կրթություն ստանալ եւ ունենալ հրամանատարական տարբեր պաշտոններ, եւ այստեղ պետք է նշել, որ նա նախ ավարտել է հայկական միացյալ ռազմական դպրոցը Ալեքսանդր Միասնիկյանի անվան, այնուհետև Մոսկվայում Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Եվ արդեն պատերազմի ժամանակ նա առաջին իսկ օրերից տարբեր վայրերում մասնակցել է ռազմական գործողությունների, հատկապես նրա գործողությունները տեղի ունեցել Ուկրաինայի տարածքում եւ նրա առաջին լուրջ այդպես մարտական սխրանքները եւ լրջագույն փորձառությունները դրսեւորվել են ժամանակակից Լուգանսկ քաղաքի հատվածում։ Այնուհետև նա զբաղեցրել է տարբեր հրամանատարական նոր պաշտոններ եւ մասնավորապես եղել է 42 թվականին 295-րդ դիվիզիայի հրամանատար եւ ի վերջո 1943 թվականի փետրվարի 13-ին նա նշանակվել է արդեն խորհրդային Հայաստանից հավաքագրված զորակոչի ենթարկված անձանցից կազմված 89-րդ դիվիզիայի հրամանատարությունը եւ հենց այս դիվիզիայի հետ էլ նա պետք է հասնի մինչեւ Բերլին մարտական ուղին, որ միայն զուտ ռազմական գործողությունների բուրըն թատերաբեմերով անցում է եղել, գերազանցել է 3700 կիլոմետրը։ Երբ պատերազմի օրերին Երևանում կազմավորվում էր հայկական դիվիզիան, Նվեր Սաֆարյանը արդեն ռազմաճակատում էր։ Այս ժամանակ դժվար էր ենթադրել, որ երիտասարդ զորավարը դառնալու է հայկական դիվիզիայի հրամանատարը, դիվիզիայի ոգի։ Մնացել են հուշերն ու մեկ էլ լուսանկարները, որոնք հուզում, ալեկոծում են հոգին։ Գեներալն իր ակտիվների հետ Կովկասյան լեռնաշղթայից հասավ մինչև Բերլին։ 89-րդ Թամանյան դիվիզիան տվեց սովետական միության 9 հերոս և 7333 մարտիկներ պարգևատրվեցին իշխանանշաններով ու մեդալներով։ Ամեն մի իշխանանշան մի բնակավայրի ազատագրում է՝ Դոնբաս, Թամանյան թերակղզի, Սևաստոպոլ, Օդերի Ֆրանկֆուրտ, Բերլին։
եւ դրանց գումարած մյուս պարգևները բազում ճակատամարտերում տարած հաղթանակների համար։ Այս բառահեղ ուղու ընթացքում պետք է նշել, որ 89-րդ դիվիզիայի կազմում 9 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ևս 8 հոգի Փառքի ասպետի լիարժեք 3 աստիճանների շքանշանակիրներ են։ Այսինքն 27 հայ է արժանացել նման պատվի եւ այդ 27-ից 8-ը փաստորեն 89-րդ դիվիզիայից են եղել։ Իսկ հերոսները ընդհանուր առմամբ Խորհրդային Հայաստանից եւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից հայերի թիվը ընդհանուր առմամբ եղել է 108 անձնավորություն, այդ 108-ից փաստորեն 9-ը եղել են 89-րդ դիվիզիայից, եւս 11 հոգի այսպիսի պատվի է արժանացել որպես Խորհրդային Հայաստանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Այսինքն վերադառնալով կոնկրետ 89-րդ դիվիզիային ստացվում է, որ դիվիզիան տվել է 9 հերոս, 8 հոգի Փառքի ասպետի լիարժեք շքանշանակիրներ, որը այն ժամանակ հավասար էր համարվում Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ 89-րդ դիվիզիայի 9 հերոսներից մեկը խորհրդային սերնդին հատկապես քաջ հայտնի Հունան Ավետիսյանն է։ Այս անձնավորությունը արդեն վիրավոր վիճակում իր մի խումբ մարտիկների հետ որոշում է դիմել կարևոր մարտական սխրանքի։ Նա հակառակորդի մարտական կրակակետը անձամբ մարմնով փակում է եւ ապահովում խորհրդային կողմի գրոհի հաջողությունը։ Այսպիսով փրկելով իր զինակիցների 89-րդ դիվիզիայի հայ մարտիկների կյանքերը, ովքեր արդեն ոչ միայն փրկվել են, այլև շարունակել են եւ հաջողությամբ ավարտել իրենց մարտական գործողությունը։ 89-րդ դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանը շատ հետաքրքիր կենսագրություն ունի։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Վանալճի ավազանում գտնվող Արճեշ քաղաքում 1907 թվականին եւ նա փաստորեն 8 տարեկան է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ նրա մայրը 2 երեխաների հետ տեղափոխվել է Արևելյան Հայաստան, անցնելով այդ բռնագաղթի ուղին եւ հորը կորցրած ազնվորությունը 8 տարեկանում փաստորեն հաստատվել է Էջմիածնում եւ հետագայում նրա մոր մահվանից հետո նա հայտնում է Օշականի 1919 թվականին Օշականի մանկատանը եւ ստացվում է, որ լրջագույն փորձություններ է հաղթարել մանկության եւ պատանեկության շրջանում եւ այնուհետեւ փաստորեն դարձել Խորհրդային Հայաստանի ամենանշանավոր անձանցից մեկը եւ Խորհրդային Հայաստանի եւ առհասարակ Խորհրդային Միության հայ զինվորականության գլխավոր սիմվոլներից մեկը։ Նրա մասին նույնիսկ խորհրդային տարիներին ֆիլմ է նկարահանվել 1970-ական թվականների կեսերին, որտեղ նրա անցած ուղին է նկարագրվել ներառյալ մանկուց եկող դժվարությունները հատկապես փառավոր մարտական ուղին։ Ստացվում է, որ Նվեր Սաֆարյանի կենսագրությունը գալիս է Արևմտյան Հայաստանի արհավիրքների շրջանից եւ պատահական չէ, որ նույն 89-րդ դիվիզիայի մասնակից հայ զինվորականներից շատերի մոտ, ովքեր որ արևմտահայ գաղթականներ են եղել մանուկ կամ պատանի հասակում, դժվար չէ նկատել մի հետաքրքիր մոտեցում։ Հուշագրություններում նրանք գուցե այսօրվա տեսանկյունից իռացիոնալ, բայց մի կարևոր դիտարկում են անում, որ իրենք այնպիսի ցասումով էին տրամադրված Բերլինի գրոհի ժամանակ, որ իրենք կարծեք թե առաջին աշխարհամարտի, մասնավորապես հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությանը սատարած նրա ավագ դաշնակցի, երբեմնի գերմանական կայսրության մայրաքաղաքում են եւ կարծեք վրեժ էին լուծում այդ ամենի համար նրա դաշնակցից։ Կրկնում եմ, սա այսօր կարող է դիտվել մեր հեռուստադիտողի կողմից որպես իռացիոնալ մոտեցում, բայց մարտիկներից շատերի մոտ այս միտումը նկատելի է եղել եւ ոչ միայն 89-րդ դիվիզիայի կազմում։ Այսինքն արևմտահայության շարավիղները եւ հենց առաջին սերունդը մասնակիցների այս ցեղասպանությանը մասնակից եղած, այսինքն վերապրած սերնդի ներկայացուցիչներ այդ ժամանակ կռվում էին հայկական բանակում եւ շատերի մոտ կար այն մոտեցումը, որ իրենք ոչ թե պարզապես ծառայում են խորհրդային բանակում ընդդեմ խորհրդային միության թշնամու, այլ կարծեք իրենք վրեժ են լուծում առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրությանը, մասնավորապես հայոց ցեղասպանությանը աջակցելու հարցում նացիստական Գերմանիայից, չէ՞ որ այդ ժամանակ ամեն դեպքում նացիստական Գերմանիան գերմանական կայսրությունը չէր, բայց միևնույն է դա չի բացատրում հայ մարդկանց հույզերը, ովքեր որ հարցին մոտենում էին այլ կերպ։ Բարեբախտաբար պետք է նշել, որ մերօրյա Գերմանիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչել է հայոց ցեղասպանությունը Բունդեստագի մակարդակով 2016 թվականին
եւ իր համապատասխան բանաձևում նաեւ շատ կարեւոր ձևակերպում է արել, որով այս հարցում վերջակետ է դրել, որ իրենք ոչ միայն դատապարտում են Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այլ նաեւ իրենք իրենց ներողությունն են այս հարցի շուրջ փոխանցում հայ ժողովրդին, որ առաջին աշխարհի ժամանակ աջակցել են Օսմանյան կայսրությանը իրենց գործողությունների պլանավորման իրականացման հարցում։ Բնականաբար, ինչպես կրկնում, սրանով հարցը փակվում է։ Վերադառնալով Նվեր Սաֆարյանի կենսագրությանը, պետք է նշել, որ Նվեր Սաֆարյանը զորացրվել է 1949 թվականին առողջական վիճակով պայմանավորված, իսկ նա հետագայում շարունակել է տարբեր առիթներով մասնակցել հատկապես վետերանների հետ հանդիպումների, տարբեր քննարկումների, տարբեր հարթակներում ներկայացրել է 89-րդ դիվիզիայի փառահեղ մարտական ուղին, անգամ 56 թվականին դիվիզիայի կազմալուծումից հետո նա շարունակել է իր այս համապատասխան մոտեցումը, նաև Խորհրդային Միության տարբեր քաղաքներում ներկայացնելով դիվիզիայի սխրանքները։ Նվեր Սաֆարյանը մահացել է 1982 թվականին։ Նա նաև եղել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր, իր հանրային լայն գործունեությամբ փաստորեն մասնակից եղել Խորհրդային Հայաստանի հանրային կյանքին եւ ի վերջո մահացել է 1982 թվականին։ Նրան նվիրված այսօր կիսանդրի կա Երևանի 164 դպրոցի բակում եւ այդ դպրոցը կրում է նրա անունը կրող փողոց կա եւ նաեւ պետք է նշել, որ հուշատախտակ կա Իսահակյան փողոցում, այն տան մոտ, որտեղ նա ապրել է։ Նվեր Սաֆարյանի անունը եւ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվանումը մնալու են հայոց պատմության մեջ որպես հայ ռազմարվեստի ամենաերևելի եւ կարկառուն ներկայացուցիչներ։ Բնականաբար այս դիվիզիայի գործիչների սխրանքները հայ ռազմարվեստի ամենափայլուն էջերից են, իսկ Նվեր Սաֆարյանը ամենատաղանդավոր զորահրամանատարներից էր։ Եվ բնականաբար նրանց գործողությունները իրենց հետագա սերունդների վրա ունեցել են հաջողության հասնելու բավականին մեծ լիցք թողնելու ազդեցություն եւ պատահական չէ որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից շատերը հենց այս հաղթական ուղին որպես օրինակ են ունեցել իրենց համար հաջողություններ կերտելու ճանապարհին։ Իսկ մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։